բանակցային բազային կարողությունների բացակայությունը որորդ անգամ Հայաստանին գլխացավանքներ է բերում, խնդիրներ է բերում։ Ուղղակի չեն կարողանում նորմալ բանակցեն։ Արդեն որորդ գործընկերոջն ենք կորցնում, նրա համար որ չկա բանակցային բազային կարողություն։ Դիմություն են խնդրել սահմանապահները։ Չեն կարողանում, մեկի վրա պետքա գցեն։ Հակապետական գործողության մեկի վրա պետքա գցեն, բայց այսքան ժամանակ չեղավ մի ոլորտ, որտեղ իրանք կարողանան լավ բանակցեն։ Իր բանակցային ոճը այսօրվա ելույթում վառ արտահայտվում է կամ է եւ չկա։ Արցախյան հակամարտության այն էտապում, երբ ինքը սկսեց բանակցել, ինքը որոշեց գնալ կամ պատերազմի, կամ զիջման, երկու տարբերակ էր իր տեսլականը, բայց կա երրորդ տարբերակները միշտ։ Դիվանագիտությունը դրա մասին է։ Եթե կամ է, ուրեմն այդտեղ դիվանագիտություն չկա արդեն։ Դիվանագիտությունը պետք է չլինի այնտեղ, որտեղ ընդամենը երկու տարբերակ են։ Հիմա պարոն Կարապետյան, ընդդիմությունը ինչ այլ ընտրանքի առաջարկել է։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենց հայտարարությունով հանդես կգան։ Օրինակ քվեն տվեց համանadrության փոփոխության կաթողիկոսին հանգստի կոչելու վերաբերյալ դուք ինչ օրակարգ եք հետապնդելու դրանից։ Հանդես կգանք հայտարարությամբ, կարծում եմ այսօր կամ վաղը մեր ժամանակը արդեն կտրվի մեզ, ու մենք հանդես կգանք խորքային հայտարարությամբ, թե ինչպես իր այսօրվա հայտարարությունը, իր այսօրվա խոսքը շատ վառ արտահայտում է իր մտածելակերպը, բանակցություններին իր մտածելակերպը երկրում տիրող իրավիճակին։ Մի քանի տեղ ինքը բացեց խաղաքարտերը վերջապես, այն ինչ որ մենք ամիսներով ասում էինք, ինքը այսօր մի քիչ առաջ ասել։ Ինչ նկատի ունեք։ Վեհապարի հետ կապված ուղիղ ասեց, որ խնդիրը Արցախի հետ կապված Արցախի անունը շոշափելն է, Արցախի հիշատակելն է։ Ոչ թե իրենց ասած բաներն են։ Շնորհակալություն։ Վերաբերյալ պարոն Կարապետյան։ Ակնհայտությունն է, որ զավակ դրանք երկրորդական հարցեր են, զուտ Արցախի գործիք է ինչ որ բաները, որպեսզի կարողանա ազդեցություն ունենա քաղաքական մեր հոգևոր կենտրոնի վրա։ Ներողություն եմ խնդրում, կարող ենք այսօր նաև բրիֆինգով հանդես գալ։ Վերաբերյալ կիսում եք Նիկոլ Փաշինյանի այդ տեսակետը, որ անվտանգային նկատառումներից ելնելով վերջին կետը դա պետք է լինի, այլ ոչ թե առաջին։ Տնտեսության հիման վրա պետք է աշխարհում ընդհանրապես տենց է, բայց մեր տարածաշրջանը ունի սպეციფიკա,